Ես ճիշտ ասած զարմացած եմ, այդպիսի բան ա եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանել։ Կներեք, այդ թվում փողոցում, այսօր Հայաստանի Հանրապետության հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ։ Եվ դա միջոցառում է եւ կարծում եմ, որ հայաստանյան որևէ կարևոր իրադարձություն մեր ընտանիքներում ամեն դեպս ովքեր իրենց համարում են Հայաստանցի եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց ինքնության մաս է։ Ես չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ, մի միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Եվ այդ ընդհանրապես հետաքրքիր է, այդ ընդհանրապես ընդունված է եւ երկար ժամանակ ընդունված է եղել Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձությունները նշել քաղաքացու եւ մարդու ինքնազգացողության եւ ավանդույթի եւ ընկալումները շրջանցող ինչ որ միջոցներով։ Քաղաքացու օրը ամենայն հարգանքով, բայց մենք նաեւ պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք ինչն է խնդրեմը։ Այսինքն դուք ձեր տներում խորոված չեք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ մենք եւ քաղաքի կենտրոնում էլ են իմիջիայլոց իսկ քաղաքացու օրը կարող են քաղաքացիները նաեւ փողոցում խորոված անել։ Ես դա բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում եւ դա մեր կենցաղի, մեր կյանքի անբաժանելի մասն է եւ փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է եւ կարող են լինել հանրապետությունում կան խորովածի փառատոններ տարբեր տեղերում։ Այսինքն ինչն է դիսկոմֆորտը։ Ասենք եթե ենթադրենք բան պատրաստենք, ինչ ասեմ, ինչ կա բան, ենթադրենք եթե բանի կրիվետկա պարտի անենք, կհասկանայիք, ասեիք մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, բա մեր ավանդույթները, այսինքն ինչն է խնդրեմը տեղ, ես լավ չեմ հասկանում։ Եվ նաև ինչ Ես ներկա եմ ամենտեղ Հայաստանի Հանրապետությունում, ձեզ վաղուց ժամանակն է, որ դուք իմ ներկայությանը սովորած լինեիք։ Հայաստան, ես ներկա եմ ամենտեղ, ես գինու միջոցառմանն եմ գնացել, ես տարբեր փառատոնների եմ մասնակցում, համերգների եմ մասնակցում, փակ եւ բաց դահլիճներում, այսինքն նորություն է ձեզ համար։ Ես օրինակ ֆեստիվալներին հիմնականում աշխատում միշտ չի ստացվում, աշխատում եմ ինձ համար միտեղ նստած մասնակցում եմ, Գյումրիում եմ մասնակցել, Իջևանում եմ մասնակցել եւ այդպես շարունակ։ Այսինքն գիտեք ինչ ես էլի եմ ասում, եթե ձեր ընկալումը, այստեղ խնդիրը պետության ղեկավարի մասին ընկալումների մեջ է։ Ինձ համար ղեկավարը այն մարդն է, ով մարդկանց հետ է, մարդկանց մեջ է, մարդկանց կողքին է։ Եվ ես հեղափոխական, այո, ես հեղափոխական եմ եւ ես, այսինքն ոչ կաբինետն է իմ ընկալումները փոխել եւ ես կարծում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում, այո, Հայաստանի Հանրապետությունը հեղափոխական փոփոխություններ է ապրել եւ ի հեճուկս բոլոր գնահատականներ փոփոխությունները եղել են դրական, ռազմավարական առումով դրական։